Լեռներն այստեղ միշտ խիստ են եղել։ Քարերի մեջ կուտակված լռությունը կարծես հիշեցնում է, որ այս հողը երբեք հեշտությամբ չի պահվել։ Այդ լռության մեջ այսօր էլ հայ զինվորի կողքին կանգնած է երկրապահ կամավորականը, նույն անսասանությամբ, նույն ներքին հավատով, որով այս ժողովուրդը դարերով պահում է իր սահմանները։ Դեպի դիրքեր բարձրանան ինքնին փորձություններ։ Ճանապարհը մի պահ անհետանում էր ձյան տակ, ամեն րոպեն նոր դժվարություն, սառցակալած ոլորաններ, անանցանելի հատվածներ, եղանակային անսպասելի փոփոխություններ։ Լեռներում երբեմն թվում է, բնությունն ինքը փորձում է հասկանալ, որքան լուրջ է մարդու վճռականությունը։ Բայց այս ճանապարհները վաղուց սովոր են նրանց, ովքեր պարտքի զգացումով են գնում առաջ։ Այս ամենի մեջ առավել խոսում էր Սասուն Միքայելյանի ներկայությունը։ Նրա հետևողական ջանքերով վերջին տարիներին երկրապահ կամավորականների մարտական հերթապահությունները դարձել են համակարգված, կանոնակարգված Հայաստանի գրեթե ողջ սահմանագոտում։ Երկրապահը այսպիսի թվաքանակով, նման կարգապահությամբ ու գրեթե մշտական զորամիավորման տրամաբանությամբ ներգրավված է սահմանների պահպանության գործում։ Կամավորական սկզբունքով որևէ այլ կառույց այս տարիներին նման ծավալի եւ նման հետևողական քայլ չի իրականացրել։ Այդ չարչարվում են ես, շոկին։ Սա միայն կազմակերպչական աշխատանք չէ, սա ավելին է, սա գաղափարի շարունակությունն է, այն մտածողությամբ, որ ձևավորեց Վազգեն Սարգսյանը, երբ բանակը, ժողովուրդը եւ կամավորական ոգին մեկ ամբողջություն էին։ Այդ գաղափարական շղթան այսօր կրկին էլ ավելի է ամրանում։ Երկրապահը ոչ միայն պահպանում է իր փորձառությունը, այլ նաեւ երիտասարդանում է։ Նոր սերունդ է գալիս, պատերազմ տեսած, բայց խաղաղությունը պահպանելու վճռականությամբ։ Սա արդեն միայն հիշողության շարժում չէ, սա շարունակվող պատմություն է։ Իր խոսքում հրամանատարը հատուկ ընդգծեց բանակ երկրապահ համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով զինված ուժերի փորձառությունն ու կամավորական շարժման կենսափորձը միասին ձևավորում են այն պաշտպանական ուժը, որ ոչ միայն ֆիզիկական սահման է պահում, այլև ստեղծում է ազգային վստահություն։ Առիթից օգտվելով ուզում եմ բոլորից շնորհակալություն հայտնեմ, որովհետև արդեն երկար տարիներ անկախ տարիքային ձեզից, անկախ ամենից առանց տրտնջալու այստեղ եկել մարտական հերթապահություն են իրականացնում մեր պետական սահմաններում։ Ես ուզում եմ նաև այս բարձունքից փառք տամ մեր նահատակված եղբայրներին, ովքեր փառքով ընկան իրանց հավերժի շատակ եւ խոնարհում է մեր հերոսացի մայրերին։ Այս հողը մեզի նվեր չի տրված։ Այս մեր տղերքի կյանքի արյան գնով այս ամենի պահպանում է, ու մենք էլ պարտավոր ենք շարունակելու մինչև մենք գնանք դեպի խաղաղություն եւ կարողանանք կամաց մեր երկիրը, մեր պետությունը, մեր բանակը ավելի հզորանա, ավելի ուժեղանա։ Օբրիկ տղերք, շնորհակալ եմ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Բարձրադիր դիրքերում ծառայությունը դժվար բառով նկարագրելը բավարար չէ։ Սառնամանիքը երբեմն կտրում է շունչը, լռությունը ծանրանում է, իսկ ճանապարհները դառնում են կամքի փորձաքար։ 3500 մետր բարձրության վրա թվում է, թե կյանքը պիտի սահմանափակվի վայրի բնությամբ, բայց այստեղ կանգնած զինվորն ու կամավորականը վաղուց ընտրել են իրենց ճանապարհը։ Նրանց համար հայրենիքը վերացական գաղափար չէ, այն հստակ հող է, հստակ սահման, հստակ պատասխանատվություն։ Բանակի եւ երկրապահի համագործակցությունն այսօր այլ մակարդակի վրա է։ Սա արդեն ոչ թե պարզապես աջակցություն է, այլ միաձուլված ծառայություն։ Բանակը տալիս է կարգապահություն, համակարգված ուժ, երկրապահը տոկունություն, կենսափորձ, ռազմական փորձ, հոգեբանական ամրություն։ Այդ համադրությունից ծնվում է այն պաշտպանական շերտը, որը երբեմն անտեսանելի է, բայց ամենահուսալին։ Լավ նորմալ տեղեքով փոխել ենք, հետո սպասում ենք, որ տնավորվենք։ 4 ձմեռն արդեն ստեղ ենք։ Սովորել ենք արդեն։ Ճիշտ է, պահերելում է, որ դիմանալ անհնար է, բայց դե ինչ արած, պետք է պահենք մեր դիրքերն։ Հերթապահի ժամանակ նշում է տղեկից մեկին գծեց Զորաբան Հակոբին։
Բայց բարձրը вот պրոթեզ հա դե ակուտի։ Պրոթեզ вот նա կտե։ Վերադարձի ճանապարհն էլ հեշտ չէր։ Նույն բուքն էր, նույն քարքարոտ լռությունը, նույն սառնամանիքը, բայց ներսում արդեն այլ զգացում կար։ Երբ մոտիկից տեսնում ես այդ դժվարությունը, հասկանում ես։ Հայրենիքի պաշտպանությունը երբեք աղմուկոտ գործ չի եղել։ Այն կատարվում է լուռ, համառ, հաճախ անտեսանելի։ Էս իսկական տղամարդու ձմեռ այ ժողովուրդ։ Երկիրը պահվում է մարդկանց հավատով, փորձով ու փոխանցվող պատասխանատվությամբ։ Քանի դեռ այդ ոգին կա, Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանված են։ Անկախությունը արժանապատիվ։ Ամենամեծ արժանիքը Հայաստանի պաշտպանությունը, Հայաստանի բանակի ստեղծումն էր, որ ես մեծավ մասամբ վերագրում եմ ձեզ։